Միացյալ Թագավորության հայոց թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը նամակ է հղել երկրի վարչապետ Սր Քիր Ստարմերին։ Այն ստորագրել են 8 այլ եկեղեցական առաջնորդներ, այդ թվում Վինչեսթերի, Սաութվորքի և Լիդսի եպիսկոպոսները։ Եկեղեցու առաջնորդները վարչապետին կոչ են արել ճնշում գործադրել Ադրբեջանի վրա շինծու մեղադրանքներով բանտարկված հայերին ազատ արձակելու համար։ Նամակում ասվում է 2023 թվականին Արցախից 120,000 հայերի բռնի տեղահանումից հետո Ադրբեջանը կամայականորեն բանտարկել և շինծու մեղադրանքներ է ներկայացրել 23 պետական պաշտոնյաների քաղաքացիական անձանց։ Այդ մարդկանց այժմ դատում են, խախտելով արդար դատաքննության բոլոր հիմնական սկզբունքները։ Ասվում է նաև, որ Ադրբեջանը հրաժարվում է թափանցիկությունից և մարդասիրական օգնությունից, դադարեցնելով այդ երկրում BBC-ի գործունեությունը, լռեցնելով անկախ լրագրությունը և արտաքսելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, մարդասիրական օգնություն տրամադրող միակ կազմակերպությանը և կալանավորների միակ փրկողակին։ Հոգևոր հայրերը Սր Քիրին կոչ են արել վճռականորեն հորդորել Ադրբեջանին կատարելու իր միջազգային պարտավորությունները։ Հովակիմ եպիսկոպոսի և եկեղեցիների մյուս առաջնորդների այս կոչ նամակը տարածվել է բրիտանական լրատվամիջոցներով։ Church Times պարբերականի կայքում փորձագետ Փոլ Փոլմանը մեկնաբանելով իրավիճակը նշել է, որ Միացյալ Թագավորությունը էներգիա ձեռք բերելու այլընտրանք փնտրելիս կապվել է մեկ այլ ավտորիտար ռեժիմի հետ, որը ոտնահարում է կրոնական ազատությունը, իսկ հայ առաջնորդների բանտարկությունը բարոյական համարձակության ձախողում է, որը պետք է անհանգստացնի յուրաքանչյուր քրիստոնյայի։ Փոլ Փոլմանն առաջարկում է ամեն ամբիոնից խոսել հայ գերիների մասին, ճնշում գործադրել պետության վրա, որ Ադրբեջանի հետ էներգետիկ գործընկերության մեջ չվիճարկվեն մարդու իրավունքները։ Ըստ Փոլմանի, Բրիտանիան համաձայնության է եկել Ադրբեջանի հետ, աչք փակելով նրա կատարած վայրագությունների վրա։ Լեռնային Ղարաբաղի պատմությունը սոսկ արտաքին քաղաքական մարտահրավեր չէ, այն մեր քրիստոնեական վկայության փորձությունն է մի աշխարհում, որտեղ արժեքներն ավելի ու ավելի են չափվում տակառներով և խողովակաշարերով, այլ ոչ թե մարդկային արժանապատվությամբ։ Քրիստոս մեզ այլ չափանիշի է կոչում, նշում է փորձագետը։ Հերմինե Հակոբյան, Եկեղեցական կյանք։